Հայ լինելը պետք է իրապես պատիվ դարձնել, իսկ այդ պատիվ վաստակելը կյանքի նպատակ։ Այսօր մենք իրական հայի հետ ենք քննարկելու Արցախ վերադառնալու ճանապարհները։ Մարդ, ով իր կյանքը չափսոսած անցավ իրական դժոխքի միջով, հանում նրա, որ մենք այսօր ունենայինք Արցախ։ Մարդ, ով նույնիսկ ծանր վիրավորված լինելով հանդերձ, գիշեր ու զօր մտածում է միայն Արցախ վերադառնալու մասին։ Այսօր մենք քննարկում ենք ունենալու առաջին պաշտպանական շրջանի հատուկ զրատանկային վաշտի հրամանատար Զորիկ Զիրոյանի հետ, ով պատերազմի օրերին անցել է գրեթե բոլոր տարածքներով, որտեղ իսկապես եղել են շատ ծանր մարտեր։ Եվ այսօր Զորիկը կրկին մտածում է հետ վերադառնալու մասին։ Եվ եկեք Զորիկի հետ քննարկենք եւ հասկանանք ինչ ենք անելու, որպեսզի մենք կրկին ունենանք Արցախը, մեր հայկական դրախտը։ Ջան, ինչ ես։ Նորմալ։ Վերքերդ Լավ, ոչինչ։ չեն եղել։ Քիչ։ Իսկ կարոդդ Կարոդն ավելի շատ են եղել, այ կարոդը ավելի շատ չեն վերքերը։ Զոր դու հենց 27-ին զորամասում էիր, թե չէ սեպտեմբերին։ Չէ, 27-ին ես Աստրախան էի, Վոլգոգրադն, Կովկաս 2020 մրցումներին։ Կորնել էր, չէ, իրար հետ էիք, ինչպես միշտ անբաժան, Վիրզոյան կորը, Հավեր Շիշադակ։ Հավեր Շիշադակ կորիս։ Մտեղ որ իմացակ պատերազմը սկսվե ինչ էիք։ Դե տեղներս չէին գտնվում, իմացանք պատերազմը սկսվե, դաժե գորը այնտեղ առաջարկում էր, դա գորն է առաջարկել։ Մեր պալատկեկը, մեր հայերի ու պակիստանցոս պալատկեկը իրար կողեր։ Մեր նռնագը գցեմ մեջները տարածում գիշերը։ Դաժե երկոր չենք թողել գորդպես բանեն էր, որտեղ գորդման վիզ էր դրել, որ էդիներ ու Երանի երաձերներ, որովհետև որ երաձերներ այսօր բռնված կեղներ, սաղ կեղներ կորը։ Ողջ կեղներ կան, այդ հերոստեղեն։ Ողջ կեղներ կորը։ Սա ողջերդու ողջ կեղներ։ Զոր որ օր է տեղեկին խփին։ Կռուպնի օր խփին տեղեկին ամսու 15-ն էր։ Այդ վաղտ ու դեղ էիք։ Ջաբրայիլ 4-րդ ծորը։ Այդ այնտեղ բան կա, գյուղ կա, այդ գյուղն ելնում է իր վերև, գյուղի անունը ոնց էր չեմ հիշեմ հիմի, բայց ընտասկունքի հիշեմ գյուղի անունը։ Այդ ծորի մեջը, այդ օրն որ տեղեկին խփին Նիկողոսյան Արտուրի ծննդյան օրն էր, հենց ինք իրա ծննդյան օրն է մահացավ, Նիկողոսյան Արտուրը։ Փառք տղակին։ Փառք Սավին։ Փառք։ Բանը ու ես իրանց բանը այդ խփելու պահը իմ աշխով տեսա էլի ոնց խփեց իրանց F16-ն է խփել F16-ը հա թուրքական F16-ը այդ ժամանակ բանը ոնց որ այդ մի տեխնիկան որ կոնկրետ մնացել էր ընդ մի հատ հենց Նիկողոսյանինն էր հենց կոնկրետ իրա բանը ինչ հրամանով որ մարտական հաշվարկով այդ իրա տանն է մի հատն էլ իմս էր որ մնացել էր դա էլի մի հատ իմս սելով իմ վաշտի տեխնիկան էր էլի ոչ թե կոնկրետ այն տեխնիկան որ ես այդ անձնակազմի մեջն եմ դա դոր հավաքված նստած են այնտեղ ու հիշին որ երկորե հաշ չեն կերե դաժե այդ հիշին էլի ման տղեկից մեկը դե երկորե հաշ չեն կերե շտասին մեծ հետևում էլի ինձ մեծ կամպանիա կար BMP-ի կամպանիա էր կոչվում էլի էդի տանկ BMP դե համայրը նույնն է մի քիչ տարբերություն կա Եսօր այնտեղ խոսակցություն գնաց որ երկու տեխնիկան մնաց ծորը բան դե օբշի 7 դեր 5 հատը բերել էինք
բերել ենք, կայնացրել ենք լինիա, բո էին տալը մեր երեխեքը։ Հետո այդ երկու հատը ոչ թե չկրծանք բերենք զուտ ժամանակի հարցով, ասենք բանը ցեպը զյոզդշկի վերից դուրս էր գծե մի հատ է, մի հատն է խոտ չեր եմնեմ, այսինքն ակումուլյատորներ նստել էլի, այդպես երեխեքից ինչ-որ մեկը բան էր միացած թողը մեջը, AZR-ները, նստել էր վերջը, դենց էլ էլի լինում։ Հետո որ բանը, ընդեղ իրանք նստում են, Նիկողոսյան նստում է իմ ծննդյան օրն է, մեր մակուն ծարան, հետը սենց կես լիտրա օղի, հանում է մի հատ լծում է սաղին, ես դաժե ընտարապես այդ բանը, այդ պահին չեմ էլ բանենում, չեսմ եմ, էշտան բերեմ, նոր կուկամ մի ադիմ արսում եմ, ինչ մունդրվին, էշտան տեխնիկաները պտի բերեմ, իմ զինվորներից մեկն է ելնեմ, հետսում է ես էլ եմ գալեմ քու հետ, մեկ էլ մեզի տանում է բանը, ռեմ ռոտի աշխատող էր, շոֆեր էր, ղապանցի էր դաժե այդ մարդը, ելնեսում է, եթե դու կդման, բելնում է կդման, ուս ենք ընբես վիջագեր որ այդ ձորի աչ կողմը արդեն ադրբեջանցիկ էին, ոնց որ սենց է, էլի, դենց մի քիչ կադագի տեսքով էլ խնդալու է իմ ասածս, ասենք, ոնց կարա երտաս եկատանգը գողանաս բերես էլի, մենք նենց էր, որ ասում ենք արդեն հանձնված տարած էլի, հա։ Դե որ ելանք Նիկողոսյան Արտուրը կբել էր չէ, ասում էր ես է պիտի գամ։ Ասում էր չէ, ասում էր ես է պիտի գամ, արի իրարը դեշտում ենք։ Ու ոշեմ ես չթողի ու դաժե, ասենք ես այդ բանի իրան նստեցի այդ ժամանակ, սի չէ, քու ծնունդ տեսի դու կայֆավատ երա։ Հենց այդ բառով էլ սել եմ էլի։ Ու հիշում եմ որ գնացինք երեխեքիս մեկին բան էի նստեցել է, որ նա է էլի բինոկլով։ Այդ ժամանակ բանը, ես երեխեքիս մեկը սում է Էգան, արդեն հասնում են մեզի, էգան, բայց արդեն ասենք դες բան, էդի գիտես ոնց է, ասենք որ գերբնական ուժ է էլի էդի, ասենք ոնց կարելի է զյոզդշկի վրից գծած ցեպը ու ուղորտողանիվի, ասենք ուղորտողանիվի վրից ավելի հեշտ է ցեպը գծել, բայց որ զյոզդշկի վրից է գծած, էդի եկա կինո է էլի, դրան խոսքի առնվազն մի 6-7 հոգի մարդ է պետք։ Հա։ Երկուսով 15 րոպեվա մեջ ցեպը գծել ենք տեղը։ Բացառում է դες բան էդի ու տարել ենք ու ինչի մար բրի պարդադիր դրա ցեպը գծենք, որտեվ էդի էր խոդնողը։ Որ տանենք նրան պերեմիշկա տանենք էլի։ Տանք որ այդ իրանց խփելու պահն եմ էլի, պահն ոնց եղավ։ Հետո որ արդեն գալում էինք Նիկողոսյան Արտուրը, ասես բլուրի վրա կայնած էր, ասես ձեռով, սովապես այդ աշկից դեմն է էլի դիրած, սմեր նու բանը, դե ստանգի մեջը մեխանիկ նստած քշել եմ էլի, մի հատ ես եմ քշել, մի հատ իմ զինվորը։ Որ գալում էի, ասես ձեռով ցույց է տալում որ լինիա կայնի այն 5-ադի կողը էլի, այն 5-ադի կողն որ կարակ վարենք։ Իման դու իրանք էլ դենց այն որ ադրբեջանցիկ թափած դենց վիճակեր։ Լեշերը նկատի ունես։ Հա դե կեսը գալում էին, կեսը ուս ենք ընբես որ իրաց վստահ եմ որ իրանց զորքը չի կռվել մեր դեմը։ Մինչև սպեցը չեր խփեն, չեր բանենեմ, իրանց 18 տարեկանները չեն կռվել մեր դեմը։ Այդ հաստատ էդի։ Հա, կանրադառնանք այդ բային։ Ու որ բան այնտեղ Նիկողոսյան Արտուրն ասում է ֆրա կայնի լինիա, ֆրում եմ կայնում եմ, հենց կայնում եմ, ես այսինքն կայնում եմ այն 5-ադից դեպի ձախ։ Հա։ Համ ես, համ զինվորս։ Հենց կայնում եմ, այդ կայնելու պահին առաջի տանգին խփում է։ Խփում է առաջի տանգին, հելնում ենք սենց մոշոդ էր տաժ, ես սովորապես հիշում եմ, սենց բանը, սենց բռնել էինք մոշի քոլերը, սենք այդ պահին դենց, բայց սենք ասկոլկա որ կբներ մոշի քոլն ինչ ապայի, դենց, որ
երկու էկիպաժ մեջը խփեց, հետո հանել տվի էկիպաժները սաղի։ 7 տանգին է միանգամից խփելա, գիտես չէ։ 1 2 3 4 5 6 7, ասենք չի եղել օրինակի համար։ Այն մեկին թողա նրան խփի նոր նրան։ Այն որ ու ասենք մարդուն ոնց են խոսքի խփում, ասենք սաղի լուկի մեջտեղից խփած էր, այն որ հadoop խոսքի մարդու ցախաշկը հանես, այ դենց էր։ Որ արդեն հանել էի զորքը, հետ են գալում ու տեսա որ իրանք ուր նստած էին, այդեղ է խփեց։ Այդեղ դաժե ես մի բան եմ հիշում, ինքը սաղ կյանքը մի 100 հոգի մարդ փրկեց երևի այդ վաղտ։ Պակոն, մեր սկորու շոֆերն էր, Պակոն։ Բայց Պակոն Արնակամ եղավ ոտները կտրավ իր ախպին։ Արնակամ եղավ մահացավ ոչ մեկ օգնության չասա։ Չէ, բայց ինքը 100 հոգու, առնվազն 100 հոգու զինվորի ու աֆիցերի, չգիտեմ, այդ ով ընդ պայքարել է, իրանց վիրավորը որ կերեմ էր, ու ասենք ինքը նենց էր, ասենք խոսքի օրինակի մար, ինքը դες մարդ էր էլի, ասենք այն ամենագեշ տեղը որ ասենք ոչ մեկ չեր երտեմ, Պակոն ընդ էր, վсё վերջ, ինքը նախ ծեփվում էր, ուզում ադեղ ինչ ուզում տարակեր, Պակոնը դեր։ Սմերճեր տարակեր, ինչ էր տարակեր։ Մեր բոլոր հերոս տարեկին զոր ջան։ Կարո ջան։ Մի զոր խնդիրը որն էր, լավ։ Մենք չենք ուզե կռվենք, թե չենք կռվի, թե ինչն էր, լավ, մենք վերջը տես այդպես հայազոր տղեկ, այդ ու մի քանիսի անունը տվեցիր ու հազարներով են, էլի, կան հերոս հազար տղեկ ունեինք, բայց այս վիճակն եղավ, ինչ էր չկռվելու արդյունք էր։ Ինչի ամեն այդ պարտությունը դու ինչ առհասարակ կողակես։ Օրինակ սենց էր, եթե ինչ-որ մի հատ գործողություն պետք է եղներ, կեսը այդ պահին պրոմը խշտալում այդ գործողությունը, այսինքն, ասենք կեսն է չէ, 60%-ը, ասենք օրինակ մենք բացազատված մարդ ենք վարում լինիայով, դառնում էր կողդոր, վсё, օրինակ աչ կողմը թողե իջել են ընդեից։ Ընդե մարդ կար, սենց էր դառը։ Կռվողներ, չկռվողներ ու բուդիկ սաստավ կար։ Բուդիկ։ Ինքը համ կռվող է, համ չկռվող ու ամենաապասնին ինքն է, էլի, ասենք կարող է հելենի օրինակի մար, ասենք հա 18 տարեկան են, կյանքը թանկ է, հարց չկա, ես այդքանը հասկանում եմ։ Բայց հələ այն մարդը բացայան ասում էր որ ախպեր, ես վախենում եմ։ Ինձ իստեղ գյուլեք, բայց ես չեմ բանել, չեմ գա։ Իսկ այնի կարող է սեր հարց չկա, գնացինք, գար փուրը տար քեզի։ Այսինքն էդի ավելի բան։ Եթե հրամանատարություն կա հստակ, եթե կոնկրետ կազմակերպված բանակ կա, այդ խնդիրն ինչի պետք է եղներ։ Այսինքն ինչի արդյունք էր դիք։ Էդի նրա արդյունքն էր որ առաջինը խփին սա հրամանատարական կեդերին, այսինքն կառավարումը հանին, որ չղեկավարվի զորքը։ Ու էդի բերավ մեր պարտությանը։ Իսկ դիք իրանց պրոֆեսիոնալիզմի արդյունք էր, թե ինչ որ ներքին դավաճանության արդյունք էր, էլի վերջը կան հրամանատարներին իրանք ուդից գիտեին դե ով ուդեղ է։ Դե Ես չէ, ասենք սաղի տեղը մի անգամից իմանար, մանավանդ որ միշտ չոր նույն տեղն են եղել, չէ՞, հա դե կային հրամանատարական կետեր, բայց բոլոր դեպքերում միշտ չոր նույն տեղն են եղել։ Դե համ այն այդ քո ասածը կար, համ այն նույնիսը, համ իրանք սենց եմ, օրինակ մենք դենց մարտավարության նահանջնել է, էլի մարտավարական տեսակ։ Մենք դենց նահանջի տեսակ չունենք, որ խոսքի, ասենք իրանք 25-30 կիլոմետր արագությամբ հարձակվում էին։ Մենք դες նահանջի բան է, նորմացուցել չկա որ նորմացուցի կամ բան կա, չէ, կանոնագիր կա։ Մենք դաժե դες նահանջի նորմացուց չունեինք, էլի որ կարողանայինք նահանջեինք։ Այսինքն սենց էր։ Իրանք ես չեմ էլ ուզում ասեմ որ հզոր են, որովհետև իրանք հզոր չեն, որովհետև ասենք էդի ես տեսել եմ որ ասենք մեկին խփում էր 100-ը փախնում էր, մեկին խփում էր 100-ը փախնում էր։ Բայց այդ զուտ այդ ամեն ինչը մեզի բերավ հասցրավ այսօրվան, որ այսօր այս sense են որ
ոչ կրեմ ես գիշերները քնիս, ոչ կրեմ ես սաղորը մտածմունքի մեջ, բան ու մտածում ես, հա, ես էլ եմ միշտ ինձի հարցել եմ, խոսքի արա, ես հարց ինձի տվել եմ, խի սենց ելավ, ու մեր մեջ ցավոք դավաճանները շատ էին, շատ։ Այդ դավաճանները ես կուզեմ հասկանամ, որ սեգմենտի, զինվորը դավաճաներ, սպանքը դավաճաներ, Երկուսն էլ։ Օրինակ, ասենք, ուղղակի հիմի ես կրամանումներն էլ տամ, բայց չեմ ուզում անել։ Դեք ու կա ժամանակ ու ինքդ կպատժես, ես վստահ եմ, հա։ Ես ասենք մարտայել է, կանչել եմ, ասենք, նույն իմ կողի վաշտի հրամանատարը։ Ասել եմ, քեզի մազերից քաշել եմ, ասենք, թաբլդելով։ Զորկը առավ, փախավ ինքը այդ օրը։ Այդ օրը դեղ պռավալ գնաց։ Լավ զոր, եթե ես քո ասածներին լրի միանշանակ հավատում եմ, ուղղակի կուզեմ հասկանամ հետևյալը։ Մենք 16-ին էլ էինք պես անկազմակերպ։ Չէ, մենք 16-ին հզոր ենք եղել, որովհետեւ Բայց զորքը հրամանատարները նույնն էին, այդ ես այդ հարցը նորից եմ տվել, այսինքն այստեղ խնդիրը որն էր, որ 16-ի նույն հզոր զինվորականը կներես նույն հզոր սպան, ինքը հզոր ձևով կանգնած էր, իսկ այդ հզոր սպան 20-ին դարձավ արդեն վախկոտ փախնող։ Այլիկ ես կուզեմ հասկանամ, խնդիրը մենք բոլոր դեպքերում դի հասկանանք, չէ՞ ամեն ինչի խնդիրը որն որ մենք նաև վերանայենք խնդիրը, վերևից էր գալում խնդիրը։ Օրինակ, ասենք այս անգամ այս 44 օրյային ու 16 թվին ես եղել եմ 116 մարտական դիրքը, որտեղ իմ հերոս ընկերներն են, աղբերներն են զոհվել։ Բարք դե ոնց է 116 մարտական դիրքը։ Ռոբե Աբաջանը Ռոբ նոր առաջի անգամ եկել է Մարտակերտ, որ նոր զորակոչիկը Պազիգից ոտը դրել է, ես գրգել եմ իրան։ Ուֆանյան Արմենի հետ ընկերություն ենք երել։ Եզդի Քարամը, Սլոյան Քարամը, բանը, մենտեղ դենց էր խառամուրկա էին, ասեմ, էդի նույն շենքի մեջն էինք մնում էլի, այդ խառամուրկեն, ինքը 3-րդ բատալյոն էր, ու 3-րդ բատալյոնի շենքն ու ոբշի խառամուրկեն, սա մի շենք էին մնում էլի, տանգվին, բեմպեն, կաբը, ֆագոտը, այդ առանձին ստորաբաժանումները ու 3-րդ գումարտակը սաղը իրար հետ ենք մնացել։ Օրինակ մեզի 16 թվին սենց ա եղել, սենք հրաման էր գալեմ, գախնի հրաման, ու սենք ես դրա կարտալու ձևն է գիտեմ էլի, առանց բացել կարտաս, ինչա գրած մեջը, հադուկ ձև կա, դրանով կարում ես կարտաս, բացում էինք, սենց էր գրած, այսինքն գրած էր, որ են օրեդի դաժե խնդալու էր էլի էդ պահը, ընենց էր գրած, որ մի հադիկ պատրոնին 10 սատ պատասխան ենք պդի, պարդադիր, եթե 10 սատից հետո չի լրեմ, կալիբրը պդի բարձրացնենք, մենք գիտենք, որ մենք հզոր ենք, օրինակ ես... Տուխ էր, ինք արդեն տուխ էր, օրինակ ավելի հետ էր տամ, 14 թվին աղդամի զորավարժության ժամանակ, որի հրամանատարը հենց մեր գերագույն գլխավոր Սերժ Սարգսյանն է եղել, ես իրան որպես մարդ, որպես տեսակ, ինքը հզոր տեսակ է, էդի չի քննարկվում ու իմ աշկի տեսածն եմ ես տեսել, որ մենք պատրաստում ենք զորավարժության, ադրբեջանցիք այդ իրանց գյուղերից քոչում էին, գիտեին թե մենք պետք է հարձակվենք, այդ դենց զորավարժությունների ժամանակ իրանք փախան, իրանք մեր աշկի դեմը տան կրիշը քանդում էին, գիտեին թե մենք պետք է հարձակվենք, 14 թվին էդի, բայց ինչը մնում է 16 թվին, մենք 10, օրինակ ես դաժե դենց այդ մանրամասները շատ լավ հիշում եմ էլի, այդ 16 թվին, որ կռիվը սկսվավ, ես այդ օրը ոչ պատասխանատու էի, ոչ հերթապա, ես դեմից գիտեի թե երկրաշարժ է, որ հետո գիշերվա ժամը 1-ի կողմերն էր, գալում եմ մտնում եմ տուն, որ գմպոց է գալի, ոնց որ հողը փախնի էլի ոտների տակը, որ ասում ես ինչ էր, նենց հելնում եմ, բանը, հասնում եմ լուսամուդի մոտը ու տենում եմ, որ Պուշկին յալի վրա սնայրատ տարակա, Մարտակերտ Պուշկին յալ կար, դες տեղ կար Մարտակերտ,
ու այդ ժամանակ հենց դաժե վերևս գրաժդանսկի դե գործից հետո եմ եղել էլի վերևս գրաժդանսկի հակս ֆորմա ու գրաժդանսկի կոշիկներով օրինակ այդ իմ տունը սենք այնպես տեղեր որ օրինակ ուզենայր KPP-ով էր տայր, ну մի 2 կիլոմետր պետք է տայր էլի որ KPP-ով էր տայր, բայց եթե падը թռնում էի, մի անգամից այդ խառամուրդի շենքի падի հետևներ էլի սենց։ Падից մի անգամից թռնում եմ, վազում եմ դաժե դորը բանը, Վաշտի հրամանատարի սեյնագը փակ էր։ Այդ մեր սեյնագը էլի։ Փակ էր, ման քացով զարգում դուրը ջարդում եմ Վաշտի հեռախոսը զանգում էր։ Վերցնում եմ դե որ վերցնում ես բդի ներգայանաս, չէ՞ вообще դենցա։ Վերցնում մալո, սենց։ Ասում եմ ինչ ալո։ Մեր հրամանատարն էլ այդ վաղտ ինքը Գրիգորյան Սամոն է եղել, շատ ճիշտ, շատ ուժեղ կազմակերպված, ինքը ճիշտ հրամաններ է տվել, բաներ է եղել։ Ասում է նու այդ բարով սավ զիրոյան հասի երեխեքին թրտում են։ Մենք այսօր հասել եմ, ինձի դաժե Աբաջան Ռոբերտը ժամը 5-ից քանիս ինձի զանգած է եղել։ Դե տանգի մեջը, դե տանգի դրոցից բանից ժամ ու կես առաջ նռնագը քաշելուց առաջ ինքը զանգած է եղել ինձի։ Ու սենց էր էլի ասենք общий линиян այդ առաջի գիծը պայմենք մենք մեր բաններ էլի հատվածը իսկ հետո ինպես էր որ հենց 116 մարտական դիրք է այդ սեպ է էլի միշտ այդտեղ դիվերսիաներ ամեն բան փորձում էին իրանք այն վաղ բայց այդենց ինչ փորձում էին ջարդում էր իրաց գլխին այդ ժամանակ ես որ գնացի ինտեղ ինձ դաժե սին 4 ՀՎՀԴԿ-ի վրա է կրագել երկու հատ էդեր սարկել եմ Մալոյան Էդոն 4-5 տարի սարկել են այդ ՀՎՀԴԿ-ն սենց 2 մետրանոց բոշկա էր տրուբա բարձր տրուբա սաղ կողերն են կան հողեր սարած շարած մեշոկներով շոր հերվից սար էր սար շոր սար գրավես հերվից ես որ երկու հատ զարգում եմ դեմից նու էդի հրամանով է եղել էլի դա հասկանալի է նու լավ է այդ ժամանակ մերոնք են եղել մեջը իմ խպաս պայն լավա ոչ մեկի ոչ բան չի եղել դե տանգը դենց կենտանի էլի ասում է տանգի զարգաստեղը մաս չի բուսնում ու հետո որ սին էլ չկրագես արդեն առաջ պիտի կրագենք Հայրան Արամը տանգը մենք ու սենց էր էլի օրինակ մենք ընդեղ սպաներով զինվորներին չենք թողել մտնին փողի մեջ այդ ամենայդ ասենք անստեղ որ դերտայինք գործողություն կար որ ասենք հadouk էդիկ նշանակություն ունի էլի այդ բանը դենեինք ելնեինք Հայրան Արամը ինքը չաղ մարդ է էլի լավ չաղ մարդ է թափով ասենց շունչը քաշեց որ մտնի տանգի լուկը էլի մեխանիկի լուկը ասես քաշեց ման նստավ մեջ նստման հա ասման ջոմես ինքը տանգի ռոլում հա Հյուսնուց Սուրիգը նստել է կամանձիր տանգ այդ նույն տանգին ես նշանառու օպերատոր ու մեր այդ ժամանակ մեր ռազվետկի երեխեքը Մալոյանենց հետ նու Մալոյանենք 4 հոգով են գնացել դեմից հետո որ սենց բանել ա եղել Մալոյանը զանգել ա մեր կամանձիրին կապ է տվել ավելի շուտ ասել ա մեր արտիլերիայով մեզի խփի մեր արտիլերիան սել կապը մեր վրա դաժե դենց բաներ էր կա էլի այդ մինչև հիմի կա այդ ձայնագրությունները այնտեղ կամանձիրն ասում է խոչես գժվե Մալոյան չէ ասում է կամանձիր խփե ոչ մեզի խփե կարոջից պես ոնց որ երթմեն իրական հերոսական դրվագ էլի որ գնայես այնտեղ խոսքի այդ վիրավոր կրա եղնի բայց մտնում են տենում են որ Յաշմեն 16-ի կեսը վերցել է արդեն պոստի ու իրանք որ մտնում են բլինդաժ իրանք դաժե այնտեղ մարդ տեղնում որ իր մագազինը կիսատ մագազինով բան ասենք
Իրանք չեն իմացել, որ կոնկրետ այդ ժամանակ մտնելու են ընդե տենան, որ պոստը վերցրած է։ Ու մենք մեր ռազմետկի երեխեքը տանգերի կրագով, տանգերով բանը, ու միշտ բան էին անում, էլի դες, ասում են բանը, Սիրյանը դամբերի վրա հատ-հատ փճել է։ Այդ սնայրադի առաջնագծի դամբը, այնց սնայրադներն այնց են մանցրել։ Ասենք հողը տաշը տարել է դամբի, բայց դամբից էս կողմ սնայրդ չի տարակի, այսինքն սաղ իրանց մեջ է, էլի։ Ու այն ժամանակ ինչի համար այդպես ստացվավ այս անգամ նույնի, որովհետև տարբեր էր։ Ղեկավարն էլ էր տարբեր, ղեկավարվողն էլ էր տարբերվե։ Զոր իսկ հետ բդեշտանք, ու կարծիքով հետ բդեշտանք, հավատաս հետ ես տալու։ Հա։ Մտնիս պտի պանակ։ Չէ։ Բայց որպես կամավոր, առաջինը, եթե մի հատ թեգուս։ Իսկ բանակ ինչի չես ուզել մնաս։ Որովհետև բանակը վերջ չսեմ, հա։ Չէ, ես նկատի ունեմ սրանց օրոք չէ, սրանց օրոք ես կա հասկանամ։ Որովհետև Ապագայում, բանակը երբ որ նորից էստանք պետականություն սարքելու, նորից էստանք պետությունը վերականգնելու, դու մտնես բանակ։ Չնայած որ ծանր վիրավոր ես, ես գիտեմ վիրավորումը ինչ աստիճան է։ Իհարկե այդ մասին եք խնդրեմ խոսած, բայց կմտնես ապագայի Հայաստանում, երբ որ նորմալ հրամանատարն է։ Հա, երբ որ փոխվի ամեն ինչ, ասենք ամեն մարդ այն որ ոչ թե, ասենք օրինագինքը, չգիտեմ, ասենք մինամյոտ տանում են տանգիս, չգիտեմ, տանգիստին տանում են, ու ինչի մարում ես ես իսեմ, որ ամեն մարդ իրա գործը պիտի է բանալու։ Ամեն մարդ, էդի ամենակարևոր բանն է, որ ամեն մարդ քրտ իրա գործը են է։ Ուրիշ, ասենք ինքը թուղթ գրողն է, այդ թուղթ գրողը այդ թուղթը գրե, այն կռիվենողը կռիվն է։ Եթե ու հմին բես չոր, մեր բանակը ես ոչ թե թերագնահատում եմ, էդի դաժե իմ մարդ ցավ է, եթե ինչ-որ հարցը բանակի էդի իմ մարդ ցավ է, ուսենք ես գիտես ինչ քիշեմ դու նոր արդեն սկսել էիր ոտքի ելնել այդ հիվանդանոցից բանից հետո վերջի վիրավորն էր պատերազմի ամենավերջի վիրավորը ես կհիշեմ դու 21 թվականի քարոնը բան ինչ կորքի ուշքու միտքդ էլի բանակներ ուշքու միտքդ Ղարաբաղ էստալներ դե այդ վաղտը որ հելելեի տեղերից մեջը այդ որ գիտակցությունը նոր եկել էի այդ ժամանակը հելելեի հետում էի դաժե քանի օր էր իրան գիտակից վիճակում 3 օր անգիտակից եմ սաղ հավաքված կփորձեինք եզի խփել մեկը վերևից խփեց մեկը կողքից խփեց կհիշես այդ բայերը այդ առաջինը որ խփեց ես նս կոբից եմ էդի բայց ես որ գիտակցաբար մահացել եմ ես դաժե ուտպես բան մտածել էլի մտքովս էդի անցավ ու ես սենց սպիդագավ ու հանգա բայց էդ էլ եմ լավ էր ոչ թե լավ էր լավը լավ չէր ուրիշ ձևի հանգստություն էր բայց ես պրոստը նու այդ պային մտածում էի թե իմ վերջը նուժ էլի սենց բդյաներ էլի իմ վերջը այդ բանի մեջն է Երևա վիդեոյի մեջն է Երևա այն երեխուն որ կհանես զինվորից ինչ որ բան էր զգացի որ հանեցիր թե այդ շատ հետաքրքիր բան էր էլի ինչ եղավ որ դու որոշեցիր որ զինվորը դիթուս կաշ որտեվ ես տանգի տեսքից ճոգում է որ նավոտչիկը մեջը դողում է հա պուշկից զգում է որ նավոտչիկը մեջը դողում է ես որ իրան հանի ես մտա իմիջայլոց դեմից սաղ իմացել եմ թե ես տանգի մեջն եմ մնացել հա բայց ում հանել եմ հետո որ այնտեղ մեհերը մեգեստեղ անպայման ես կուզենամ Կարենին առանձնացնեմ Կարենը սաղ կյանքը Հայաստան չէր ապրել դուսն էր ապրել ինքը եկել էր մեր հողի համար պայքարելու Ջաբրայիլ որ խփին Կարենի տանգը երկու հոգին մահացան իրանավոտչիկ հրամանատար մահացան Ջաբրայիլ Կարենը Շահինյան Կարենը Շահինյան Կարենը գնաց հոսպիտալ 13 օր հետո ու ինքն էլ եղել է
կոնկրետ իմ մարդական հաշվարկով իմ տանկի մեխանիկ վարորդը, որ Կարենը եկել էր, դե 13 օր մնացել եք հոսպիտալ, եկել են հիվանդը, ոնց է հիվանդի տեսքը բանը, չէ, դենց սպիդակ, հա, դենց սպիդգած, հա, բան։ Այդ ժամանակ որ շարված էին, որ արդեն պետք է երթայինք այդ օրը։ Ես նույն մարդիկ կային, որ ես ուզում էի որ պարտադիր իրանց տանեի, որովհետև խոսքի իրանք ոչ մի անգամ ոչ մի բանի մեջ չէին մասնակցություն ունեցել։ Ես կոնկրետ ես, ասենք չէի ուզում որ Կարենը գա այդ վաղ։ Կարենին չէի, դաժե ես գեներալ Պողոսյան Ժիրիգին, Ժիրայրին, ինքը նախ առաջինը եղել է իմ առաջի հրամանատարը։ Ես հենց գնացել եմ Խոջալու, ինքը եղել է Խոջալովա բրիգադի հրամանատարը, իմ առաջի կամանձիչը եղել ու վերջի։ Վերջում էլ կորպուսի հրամանատարն էր, էլի, առաջի բանագային կորպուսի։ Որսում եմ, նու ես իրան դենց էլ, իսում կամանձիր մի հատ կարելի է մի հատ բան էլ ես ասեմ, հասում ես սա Զիրան ջան, ասում եմ կլինի Կարենը չգա։ Ու էլ Կարենը չսպասեց, որ ասենք գեներալը ինձի պատասխան է, էլի, ֆրած կողս կայնավ, սով չէ, ու դե դում դե, սա ինձի չթողաս սրանց մեջ, այդ նույն բառով։ Ուզում ասեմ ինքը ուրիշ տեսակ էր, ուրիշ մարդու տեսակ են, որ ասենք հələ որ գցում ես, օրինակ ստեի այն մնացած զինվորները հələ Հայաստան էին ապրել, ճոհում ես ինքը օրինակ էդի вообще իր այնել ունի չէր էլի, ինքը պրոստը ինքը մի հատ ուրիշ ձևի հայ մարդու տեսակ, իրական հայ, ոչ թե ազգանունով։ Ու Մեհերը իմ նա էսենց էր, ես նստել էի նավոտճիկ, Մեհերին նստել էր ինձի հրամանատար, իմ սերժանտն եղել Մեհերը, իմ բաշտի սերժանտ էլի, բանը, որ խպին առաջինը, ու սենց զգացի, որ մենակ էդ զգացի, մեկ էլ որ սենց պուշկեն խպեց բանին էլի, կծավ էլի, այսինքն կանվերը, կծավ, հա, որ գցում է, այնտեղ կլին զատվորկա, այդպես է կոչվում ինքը։ Այդ ու հետո որ մի հատ էլ ոնց որ մի հատ գմպոց եկավ։ Ես այդ ժամանակ զարթնա, իմ տանկի լուկը բաց էր դեմից։ Հետո այդ ուդարից դա բացում է վալնայից էլի, բասում փակում է, այսքան էր բացված։ Սենց արևի շողներ էր եղել ու սև տանկի բրոնը որ վառում է էլի դա բրոնը ծուխը հա մարդկա ասում է տանկի ինչ վառ տանկը զռեր գաթե բայց տանկը հալում թափում է ուղղակի իմ բախտը բերած զոտնდորով որ սենց տանկը MK էր այդ տանկը միջի զինամթերքը չտարակավ ասենք էդի աշկայերներ բաշնեն ելել էր օթմի ու ես որ արդեն կադր ման տեսողությունս բանման եկավ տեղը ու արդեն ուզում էի բանը Մեհերին ուզում էի դեից հանեի դե իրար կող ենք նստեմ հրամանատար նավոտճիկ իրար տենում են որ ինքը գցել էր այս Մեհերին չկարծա քաշեմ դեից հելա իմ հակնել այդ վաղ սենց վալինկեկ էր հաստ լավ հաստ պատոշի պես բաներ էլ ինքը սենց խպում էի բանին լուկերի այդ բանին որ բացեմ էլի լուկերը որ բացեմ Մեհերին հանեմ ու այդ ժամանակ դա այնտեղ պեկայի բանի ուծոսի պատրոնները սաղ ցինգերով տանկի բաշնի վրա ձգած են սենց տարոկում էր ոդներից տակը բան այն որ բայց ոդներից չի կբե ու ես դաժե զարմանում ոնց մի հատ դաժե չէր բռնել էլի ոդներիցս հետո որ ջոգի որ արդեն բացին գեքսել է վառում սի լավ կայնի Մեհերին բանը Կարենին դենամ Կարենին ինչ բանի է ուղղակի այն մի հատ կադր կա է որ այն մեր տեխնիկաները բան տարան իրանց պուրակ հավաքին այն որ մեխանիկ վարորդը ստից հետ sense տանկի վրա էդի Կարենի մակետն էլի վրոձին որ տարը սարքել էին այդպես
ու ես արդեն տանգի վերից որ թռա, ասենց ինքը չթողավ ընկնեի, ասենց մի անգամից մտավ թևերիս տակը, մտավ ընդ ձոր կար, իջը ծրավ ձորը ընձի, սկորու շոֆերն էր հիշում եմ, Ստեփանակերտի շատ անուշ տղա էր, ինքը դաժե ինձ ասել է, էլի ես իր հետ խոսացել եմ, ասում եմ մինչև հիմի բոնդ էի ծխում եմ, վախա, այնց արունոց, այնց ճմրտած ու այնց սող իրար վրա ծխում էի, էլի։ Ու խոսք է տվի որ էդի իր մոդն է, դե այնքան բան եղա, որ էլ դաժե ամոթել է, էլի, որ զանգեմ, ասեմ, էդին Աստված առաջ կեշտանք հետ, հաստատ ինք այնտեղ դիք հարմար տեղ պահել է, կեշտանք կվերցնես։ Չգիտեմ, դե ստացվի, եղբայր, ինչ պետք է անենք որ եշտանք, այդ է հարցը, ինչ պետք է փոխենք։ Երտելու մարել սպես եմ, օրինակ եթե մենք այն որ սաղազգովի կայնինք, իրանք 44 օրվան տասկում մեզնից ինչ վերցրել են, ամենաշատը 4 օր հետո մենք կրանք այդ սաղ ետ վերցնենք, մի բան էլ ավել։ Դրա համար ինչ է պետք։ Դրա համար պետք է որ հզոր եղնենք։ Այ որն է այդ բանաձևը, քո պատկերացրած բանաձևը։ Մենք ինչ պետք է անենք։ Ազգը դառնա բանակ։ Այդ առել էինք, ինչի փոխվանք։ Քարորիային հաս բանակն էինք, չէ։ Քարորյան ուրիշ էր, քարորյան այնքանով էր տարբերվում սրա հետ, որ ասենք այս կոնկրետ այս պատերազմին, ասենք օրինակի համար այդ իմ դեպքը վերջի։ Եվ մենք մինչև այդ ելնում ենք տեխնիկայից, այդ անդերի ձենն էլ, այդ կամիկաձեն, մինչև իրա գալը ոնց որ 50-ը պերվի դրած է, հերվից դրա նվունը գալը մա։ Մենք իջել ենք ամեն մեկի տակի վրեն ինչ զենք կար էլի, տանգի ուծյոսները, պեկաները, մեր ձեռի ավտոմատները, վերցել ենք քրձերի արանքը դիրկավորվել ենք, որ ձենի վրա կրագում ենք սաղս։ Հետո մեզիսին բանը մերն է։ Ես դաժե հիշում եմ, հենց դեդիսին մերն է, ես նայի մեհերին, Ասլիկյան մեհեր կա, ինքը բանագից դուս եկած սպա է, կորնետիստ է։ Ինքը եկել էր, այն որ բանը, դենց է չէ вообще, ասում է հագատանգիստն ու տանգիստի իրար թշնամի են։ Հա, ինքը եկել էր, մենք թշնամիներով ուր դե ես է, ինքը ասում էր, ոչմ չդնես այն որ հաստատ կողդեմ իմացի։ Որ դաժե սին մերն է, մենք սենց նայինք իրար, որ ես գիտեի որ էդի մերը չէ, բայց ու էլի եմ ասում, ասենք ես էդի շատ տեղեր եմ ասել ու էդի սաղ մոդիկները ծանոթները գիտեն, ավելի լավ է 3 րոպե ուշ խփեին, 3 րոպե ընդամենը, 3 րոպե ուշ, թող խփեին, էդի իրոք ես ոչ թե ինչ որ ուրիշ բան եմ ուզում դրատակ ասեմ, թող խփեին, որ այդքան մարդը մեռավ, թող ես էլ մանայի, մեռնեի, բայց 3 րոպե որ մենք այդեղ մեզի 3 րոպե ընդամենը չխփեին, մենք 1500 հոգի մարդ էինք խփում այդեղ։ Իրանց կալոնան, ասենց են որ հիշում եմ ինչով հիմի Էլի կուկա է դոր, եղբայր, էլի օր էլի կուկա, ցավոտ տանեմ։ Պրոստը պետք է խելքի կալողներս հավաքենք, պետք է մենք մեզի հարգենք, արժևորենք այս գեղեցկություն, տես լակված գյուղը մարդ չկա, լակված գյուղերով հետ չենք երկող։ Դիշեն անանք ու հետ էշտանք։